Բարև ձեզ։ Տարին ավարտվում է եւ այս օրերին մենք ամփոփում ենք ոչ միայն անցնող 2025 թվականը տարբեր ոլորտներում, այլև անդրադառնում ենք հաջորդ 2026 թվականի ամենակարևոր քաղաքական իրադարձությանը, այն է համապետական խորհրդարանական ընտրություններ։ Հասկանալի եւ ակնհայտ է, որ միայն երկրի ներսում սոցիալ-տնտեսական օրակարգերը չէ, որ կողմնորոշելու են ընտրողին, այստեղ կարևոր նշանակություն է ունենալու նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստանի արտաքին կողմնորոշումները։ Եվ պատահական չէ, որ այս օրերին ել ավելի են ակտիվացել եւ պայմանական ասած ռուսամետները եւ արևմտամետները։ Ռուսամետները իրենց դիրքորոշումը հիմնավորում են Ռուսաստանի հետ ավանդական տնտեսական, մշակութային, քաղաքական, ռազմական կապերով եւ տարածաշրջանի ռեալ պոլիտիկ հիմնավորումներով, արևմտամետներն իրենց փաստարկներն ունեն, այն է ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, երկրի տնտեսության ինստիտուցիոնալ զարգացում եւ նոր անվտանգային ճարտարապետություն կառուցելու անհրաժեշտություն։ Եվ այս պայմաններում թվում է, թե իշխանությունը գտնվում է այս երկու հոսանքների, ճնշումների արանքում եւ շարունակում է վարել իր կողմից հռչակված բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը, մի կողմից շարունակում է մնալ պրոռուսական ինտեգրացիոն կառույցներում, ՀԱՊ, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ այլն, եւ մյուս կողմից խորացնում է ինտեգրման գործընթացը Եվրոպայի հետ, այնտեղ մենք գիտենք եւ ազգային ժողովում օրենք ընդունվեց Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին եւ Եվրամիության հետ ռազմավարական օրակարգը ստորագրվեց, այդ նաեւ Եվրամիության տարբեր երկրների հետ են նման փաստաթղթեր ստորագրվում, ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ունենք նաեւ Միացյալ Նահանգների հետ։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե իրենց ինչ է ներկայացնում այս բալանսավորումը, սա արդյոք երկարաժամկետ ռազմավարություն է, թե ժամանակ շահելու միջոց մանևրելու հնարավորություն եւ ինչ հնարավորություններ եւ ռիսկեր ունի եվրոպական ուղղությունը ցկտումը, եթե հաշվի առնենք տարածաշրջանի երկրների, այդ թվում նաեւ Իրանի եւ Ռուսաստանի մեղմ ասած ոչ այնքան դրական վերաբերմունքն ու արձագանքները։ Սա ամփոփիչ զրույց է ազատ զրույցում, Free News-ի եթերում ազատ զրույցն է, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրույցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է։ Բարև ձեզ, պարոն Եղոյան։ Հաշվի առնելով Եվրամիության ինտեգրման հանձնաժողովի հանգամանքը, սկսենք այդ եվրոպական ուղղությունից, ես արդեն նշեցի, որ այս տարվա ընթացքում եւ Օրենք ընդունվեց Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին եւ ռազմավարական օրակարգը ստորագրվեց, սրանք ինչ են, խորհրդանշական ինչ-որ բաներ են, թե գործնական ճանապարհային քարտեզը դեպի Եվրամիություն։ Խորհրդանշական չեն, գործնական են եւ մենք դրա արտահայտումը տեսնում ենք տարբեր հարաբերությունների տարբեր ոլորտներում, հարաբերությունների խորացմամբ, գրանցված աճով Մասնավորապես, օրինակ, Եվրամիության հետ ունենք առևտրի աճ, Եվրամիության հետ բացի ձեր նշածից մենք օրերս վավերացրեցինք իրենց առաքելություն, եթե վերնագիրը, երկար վերնագիրը չասեմ, միտքը եթե ասեմ, իրենց արտաքին քաղաքականության շրջանակում իրականացվող քաղաքացիական եւ ռազմական առաքելությունների մեր մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը ազգային ժողովում տեսել եք իրավի քննարկվեց, դա շատ կարևոր է, այսինքն այնպիսի առաքելությունների, ինչպիսիք մեր մոտ են, իրենք իրականացնում, այդպիսիք այլ երկրներում էլ կան եւ ահա մենք սա այստեղ եւ խորհրդանշական է եւ գործնական իմաստ ունի, որ մենք ոչ միայն այստեղ խնդրողի դերում ենք, այլև օգնողի, աջակցողի սովորողի, փորձի փոխանակողի, այսպես հա, թե ձևակերպենք, դերում ենք, բայց չէ՞ որ ուղղակի գիտեք ամեն օր զարթնեն մարդիկ ու միշտ, ասենք ինչ-որ հայերը սենց են բողոքում, նրանց են բողոքում, ինչ-որ բանաձև են ուզում, ինչ-որ հայտարարություն են ուզում, ասում են զանգի սրանն ասա, զանգի նրան, գիտեք էլի ոնց է դա լինում, իհարկե դա էլ է որոշակի մասը քաղաքականության, բայց նաև կարևոր է, որ եթե կարողանում ես մի փոքր լումա էլ դու ներդնես այդ գործընկերության մեջ դու էլ քո կողմից դա անես եւ այստեղ դա ոչ միայն խորհրդանշական է, այլև գործնական այո ռազմավարական գործընկերության նորակարգը ստորագրվեց, այնտեղ կա նոր ուրեմն մի ամբողջ բաժին
անվտանգային ոլորտում համագործակցության վերաբերյալ ինչը շատ կարևոր է, սա չի եղել նախկինում առևտրի մասով, առանձին տնտեսական համագործակցության մասին կետ կա, շատ ակտիվ երկխոսություն է գնում այսօր Եվրամիության հետ, հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցություն այլ ավելի խորացնելու վերաբերյալ, տեսակ նախարար Միրզոյանի այցը, ուրեմն այնտեղ համապատասխան հայտարարությունները, այդ թվում եւ ուրեմն տնտեսական խոշոր ծրագրերում էներգա արդյունավետության եւ էներգա անվտանգության բնագավառում խոշոր ներդրումների վերաբերյալ հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համար տրամադրվելիք 15 միլիոնի եւ համապատասխան աջակցության մասին, այսինքն ես կարող եմ ասել, որ երբեք մեր հարաբերությունները այսքան խորը չեն եղել Եվրամիության հետ եւ գնալով այլ ավելի են խորանում, ինչ վերաբերում է ձեր նախաբանում հնչած գնահատականին Իրան, Ռուսաստան եւ այլ, ես կոնկրետ Իրանի դեպքում ես չի ասի, որ մենք ինչ-որ բացասական արձագանքների ականատես ենք, ամենևին ես Իրանի բացասական արձագանքը ճիշտ է եվրոպական ուղղությամբ չէր, բայց թրիպի ուղղությամբ վերջին շրջանում նման հայտարարություններ։ Թրիպի ուղղությամբ էլ ես գիտեք Իրանը մի քիչ իր կառուցվածքով, իր պետական կառավարման կառուցվածքով մի քիչ ավելի այսպես այլ կառուցվածք ունի, քան օրինակ Հայաստանը, քան ուզում եք ասել վելայաթի պետական դիրքորոշում չէ։ Այո, դա եմ ուզում ասել, պետական դիրքորոշումը հայտնում է արտգործ նախարարը, եթե ոչ հրապարակային էլ, ապա չէ՞ որ մենք շփվում ենք, չէ՞, մենք դա կիմանայինք մասնավոր չէ՞ էլի։ Կներեք, ոչ հրապարակային, պետական շփումներից։ Ուղղակի այստեղ հարցը այլ է, որ զգայունություն կա, բայց մի բան է զգայունություն, մի բան է ընդդիմություն։ Այսինքն, այո, իհարկե զգայունություն կա, եւ այդ զգայունությունը մենք աշխատում ենք, ներկայացնում ենք իրավիճակը, այսպես այնտեղ որտեղ որ իրենք կարող է լինեն զգայուն եւ դա հասկանալի է եւ դրա համար մենք իրենց հետ ենք աշխատում, բայց այդպեսին չի տրամադրությունը, որ չէ ու չէ, ես ես էլ չասի չէ ու չէ։ Հա, կա զգայունություն, ամեն դեպքում դա, ասենք 100 մետրի վրա իրենց սահմանն է։ Տարօրինակներ, որ այդպեսի զգայունություն չեն։ Հա, 200 մետրի վրա իրենց սահմանն է, էլի։ Հասկանալի է։ Պարոն Եղան, դուք խոսեցիք Եվրամիության հետ անընդհատ խորացող հարաբերությունների մասին եւ տարբեր ոլորտներում նշեցիք, այստեղ կարող ենք մենք հիշենք, խոսենք նաեւ օրենսդրական այդ մոտարկումների մասին, այս առումով ինչ է արվում հատկապես ծեր հանձնարարով այստեղ կարևոր նշանակություն ունի, բայց մի բան է խորացող հարաբերություններ, մի բան է, երբ որ ընդունված օրենքը կոչվում է Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկ։ Այս գործընթացը ինչ տեմպերով ուր է շարժվում, մոտավորապես ինչ ժամկետների մասին է, խոսքը առայժմ իհարկե հասկանալի է, որ ոչ թե կոնկրետ անդամակցության, այլ գործընթացի մեկնարկի մասին։ Գործընթացի մեկնարկի եւ առնվազն անդամակցության համար հայտ ներկայացնելու մոտավոր ժամկետների մասին է։ Տեսեք, լավ, շատ լավ։ Չեմ զլանա այս թեմայով, ես հասկանում եմ, որ անընդհատ հարցերը ոնց որ նորից են գալիս, խնդիր չի։ Եվրամիության անդամակցությունը իրենից ներկայացնում է մի որոշակի գործընթաց, այսինքն այնպես չի լինում, որ ասենք բանի նման էլի, ինչ ասեմ, համալսարան ընդունվելու նման, տանես, ասենք հունիսին հիմա երբ է, չգիտեմ, գործերը տալիս ես հուլիսին քննությունը, օգոստոսին ասում ես ընդունվել ես կամ չէ, այդպես չի։ Եվրամիության անդամ դառնալու ցանկություն ունեցող պետությունները շատ ավելի վաղ, նկատի ունեմ տարիներ առաջ, այդ մասին հայտնում են իրենց ցանկությունը պաշտոնապես։ Եվրամիությունը, եթե կա փոխադարձ հետաքրքրություն, նրանց նախապատրաստում է, այդ նախապատրաստությունը որպես կանոն տեղի է ունենում ասոցիացիան համաձայնագրերի միջոցով։ Մեր դեպքում կոչվում է ասոցիացիան, Բալկաններում կոչվում է ասոցիացիան եւ ստաբիլիզացիոն պայմանագրեր, միտքը դա է, ասոցիացիան համաձայնագիր է, որն իր մեջ ներառում է ազատ առևտրի մասին կտորը, ազատ առևտրի գոտու միանալու մասին կտորը եւ այն ինչ մենք բանակցում էինք Սերժ իշխանության առաջին տարիներին եւ ինչից հետ կանգնեցինք իր ժամանակ, այսա։ Ահա մենք այս օրենքով հիմա այսպես կոպիտ ասած վերադառնում ենք 2010 ասոցիացիան համաձայնագրին նախորդող
նախ որտեվ ասոցիացիան համաձայնագիր պետք է հասնենք դրան, որտեվ մենք հետ ենք դարձել, մենք ասոցիացիան համաձայնագրից հետ ենք եկել։ Հիմա այդ բանակցություններն էլ զրոյացվում են, չէ, այն ինչ հասել են կա, այսինքն եթե պատկերաբար ժամանակ ինչի որ հասել էինք, դա մնում է, դա սեպան է։ Սեպան? Չէ, սեպան ընդունվեց, բայց մենք բանակցում էինք ոչ թե սեպայի համար, 3.5-4 տարին այլ բանակցում էինք ասոցիացիան համաձայնագրի համար։ Նույն ասոցիացիան համաձայնագիրն է, հանած ազատ առևտրի գոտու համաձայնագրի։ Հիմա, այո, մենք վերադարձել ենք սեպտեմբերի երբ էր, 2-ն էր, 3-ն էր, երբ հայտարարվեց, որ Հայաստանը միանում է ԵԱՏՄ-ին, մենք վերադարձել ենք դրան նախորդող, մենք վերադարձել ենք, ահա, պատկերացրեք, վերադարձել ենք այդ տարվա, օրինակ օգոստոս կամ հուլիս կամ հունիս ամիսներին, եւ նորից այդ կետից սկսում ենք իրենց հետ աշխատել հարաբերությունների մերձեցման վերաբերյալ, պետք է նաեւ հաշվի առնենք, որ շատ բան է փոխվել այս ընթացքում եւ Եվրամիության ներսում եւ այսինքն այնպես չի որ հիմա մենք հանենք 13 թվականի համաձայնագրի տեքստը այսպես փոշին վրայից մաքնենք դա լրիվ այսօր կարող ենք դնել ու ավտոմատ ստորագրել դա պետքա նորից մի հատ նայվի նորից բանակցվի եւ այլ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով հա սրա մասին է խոսքը բայց մինչ այդ մենք աշխատում ենք համաձայնագրի նպատակներին համապատասխանել ոչ միայն տարին, այլ նպատակներին։ Օրինակ հիմա տեսեք կառավարությունը որոշում կայացրեց, որ վերադարձնում է Եվրամիություն արտահանվող ապրանքների, հայկական ապրանքների մաքսատուրքը։ Սա ըստ էության, եթե թարգման ենք ավելի խոսակցական լեզվի, միակողմանի ազատ առևտրի մասին համաձայնագիր է։ Այսպես եթե մի քիչ գրոտեսկով էլի, այսինքն միակողմանի որոշումը ազատ առևտրի մասին, որտեղ դու քո տնտեսվարողի մաքսը հետ ես տալիս, այսինքն իր համար դա լինում է 0%։ Հիմա Հայաստանից ապրանքների արտահանումը Եվրամիություն փաստացիորեն 0%-ով է, 0 ինքը վճարում է մաքսը, բայց հետո հետ է ստանում կառավարությունից, բացառությամբ այնտեղ ապրանքները կամ ոսկինա, սիգարետնա եւ այլն։ Դա տեղեկություն ունեք նպաստել է ինչ-որ չափով Եվրամիության։ Բայց եմ ասում 10%-ով աճել։ 10%-ով աճել է։ Ինչը չեմ ասի որ շատ մեծ թիվ է, բայց ցուցիչ է որոշակի կարող ենք այս տարի ուրիշ գործիքներ էլ մտածել, այդ թիվը էլ ավելի մեծացնել 10%-ով աճել է, բայց ես ձեզ մի հետաքրքիր բան ասեմ այն բանի պատճառով որ Ռուսաստանի հետ առևտուրը 50%-ով նվազել է եւ ընդհանուրի մեջ Եվրամիության կշիռը 6%-ից հասել է 12%-ի, որովհետև ընդհանուր մեր արտաքին առևտրի ծավալը այդ ոսկու վերարտահանման հոսքի կտրվելու հետ կապված ընդհանուր թիվը նվազել է, այդ նվազի մեջ Եվրամիության հետ առևտրի կտորը 12-ից 13% է, վերջի թիվը չեմ նայել, բայց այդքան է։ Տեսեք, դուք խոսեցիք Եվրամիության անդամակցելու գործընթացի մասին, համատություն բերելով համալսարանի հետ, որ այնպես չէ, որ հուլիս-օգոստոսին ասենք 10։ Չէ, նկատեմ դες մի քայլանի չի, էլի։ Մի քայլանի չի։ Եվ ես այդ միջանկյալ քայլերի մասին ոնց որ պարապում են, չէ, բաների մոտ։ Հասկանալի է։ Ռեպետիտորների մոտ։ Հասկանալի որ այնպես չի որ հայտը ներկայացրի եւ անգամից դարձար։ Կա նաեւ միջանկյալ կարգավիճակ, տեխնացու երկրի կարգավիճակ։ Հիմա բանկերության դուք էլի առաջ գնացիք է, այդ ձեր ասածը հետո է գալիս։ Այդ ձեր ասած միջանկյալին մենք հələ չենք հասել։ Այդ միջանկյալ կարգավիճակը տրվում է այն պետություններին, որոնք արդեն իսկ ստորագրել եւ կիրարկել են ասոցիացիան համաձայնագրերը։ Եվ հայտնել օրինակ Վրաստան, օրինակ, չգիտեմ, Մոլդովա, օրինակ Ալբանիա, Մակեդոնիա, մյուսը Մոնտենեգրո, նրանցավ դուք արդեն ընդունվեցիք, ասեցիք արդեն ընդունվել, վերջացնել եմ, անցակ բաներին արդեն։ Առաջին կուրսի դիպլոմային ենք գրում։ Ես հարցերի հիմքում իշխանությունների հայտարարություններին ես էլ օդից չեմ վերցնում, չէ՞, այդ պարագայում ասենք արտգործնախարարը չէր հայտարարում, որ կարող է այս տարի կամ այս ամիս կամ հաջորդ տարի մենք անդամակցության հայտը ներկայացնենք։ Եվ ես էլ ենթադրում եմ, որ միգուցե հաջորդ տարի Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը լավագույն պահը կարող է լինել այդ հայտը ներկայացնելու համար։ Անդամակցության հայտ մենք վաղն էլ կարող ենք ներկայացնել։ Այսօր ամսի քանիսն է։ 26-ն է, դեկտեմբերի 26-ն է։ Դեկտեմբերի 27-ին էլ կարող ենք ներկայացնել, է։ Հարցը այստեղ հայտ ներկայացնելը չի։ Հարցն է, որ այդ հայտը ընդունողը նայելու է, որ հայտ ներկայացած պետությունը դեռ ասոցիացիան համաձայնագիր չունի, ասելու է շատ ուրախ եմ, լավ բարով եք եկել, համեցեք, եկեք, նստեք,
Այս դες ասոցիացիան համաձայնագիրը, այս դες սա սկսենք բանակցել։ Ես դրա մասին եմ, հայտը հիմա էլ կարանք տանք։ Բայց հիմա տանք հայտը, թե Գայնանը տանք, թե Աշնանը տանք, մենք մեր քայլերում պետք է մեկնարկենք այն կետից, որտեղ որ կանգ ենք առել դուք ասեք 13 թե 12 իրավապայմանագրային իմաստով եմ ասում քաղաքական իմաստով մենք շատ առաջ ենք արդեն գնացել մեր քաղաքական մակարդակի փոխհմբռնումը հարաբերությունները արդեն շատ առաջ են բայց իրավապայմանագրային միջպետական պայմանագրի ուժ ունեցող մենք դեռ գտնվում ենք իսկ քանի որ իրավականը խոսեցիք պայմանագրայինը թողնենք իրավական առումով մենք հանձնառություն ունենք մոտարկելու մեր օրենսդրությունը եվրոպական իրավական ակտերին եւ ուղղությամբ 2025 թվականին դա հիմիկվա օրենքով բազմաթիվ բաներ բազմաթիվ այնտեղ բազմաթիվ նորմեր որոնք ոչ միշտ են արվում օրենքի մակարդակում հաճախ դա ուղղակի կարող է լինել կառավարության որոշման մակարդակ, այնտեղ ուրեմն սննդի անվտանգության ոլորտում սպառողների շահերի պաշտպանության ոլորտում դրանք որպես կանոն տեխնիկական բնույթի ուրեմն մակնշումը ապրանքի, այսպիսի պետք է համապատասխանի եվրոպական ստանդարտներին շատ տեղերում արդեն շատ դեպքերում դա արդեն կա, ասենք, չգիտեմ, ինչ օրինակ։ Հիմա որ ասեմ, գիտեք, ես մի քիչ բան եմ, ինձ մեկ-մեկ sense ասում եմ, sense կենցաղային օրինակներ, ու հաճախ sense արձագանք եմ լսում, որ հալավ էտա ձեր, բայց ու ես ոնց որ ուզում ասեմ, որ հա, եղբայր, էտա։ Այդ որ ասում եք ստանդարտ, էտա։ Օրինակ, ասենք, չգիտեմ, որ օրինակ պաների մեջ կաթի չափաբաժինը չպիտի լինի այսքանից քիչ, եթե քիչ է, պետք է վրան գրվի ոչ թե պանիր, այլ պանային արտադրանք։ Թվում է թե սա դες փոքր կենցաղային հարց է, բայց սա սպառողների շահերին վերաբերող հարց է, որ մարդիկ խաբված չեն, իմանան ինչ են։ Հիմա որ մտնեք խանութներ կտեսնեք օրինակ դա ապրանքների դասավորվածությունը ուրեմն ըստ դարակների գույների եւ այլն, սա նա կաթից է, նա փոշուց է, նա էսա, նա ու այդպես բազմաթիվ բաներ, բազմաթիվ շինարարության մեջ նորմեր, ճանապարհաշինության մեջ նորմեր եւ այլ։ Բան քանի որ հասկանալ եք դուք Եվրամիության ինտեգրման հանձնաժողովն եք ղեկավարում, դրա համար մենք այսպեսի մի մեծ բլոկ կարելի ասել նվիրեցինք Եվրամիությանը, բայց կուզենայի անդրադառնալ եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին եւ Հայաստանի կողմից վարվող բալանսավորված քաղաքականությանը եւ այս ամենի ազդեցությանը ներքաղաքական առաջիկա զարգացումների եւ ընտրողներին կողմնորոշելու վրա։ Այս մասին արդեն փոքր դադարից հետո կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանյանի հետ։ Մենք համար ենք, որ եվրոպական ուղղությունը ավարտեցինք, չնայած այդ ավարտելը հնարավոր չի շատ երկար է, բայց համար ենք կամ սահմանափակ ենք այդ կանոն։ Ну, Եվրոպական միության ինտեգրման հարցում ըստ դեկտեմբերի 2-ը չափազանց կարևոր նշանակությունների ռազմավարական օրակարգը եւ հիմա Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում օգոստոսի 8 եւ հետագա զարգացումներ, այստեղ մենք ինչ իրավիճակ ունենք, արեմուտք այսպես հավաքականացենք։ Հնարավոր ամենալավ իրավիճակն է։ Հնարավոր ամենալավ իրավիճակն է, ես կարող եմ ասել, որ մենք այս տարվա սկզբին բավականին լուրջ մարտահրավերների առաջ էին կանգնած, բավականին լուրջ եւ անվտանգային եւ այլ եւ որոշակի անորոշություն կար փառք Աստծո, որ մենք կարողացանք բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության շնորհիվ նորմալ հիշում եք ինչ խոսակցություններ կային, վայ ապոկալիպտիկ, վայ հեսաբան, վայ ես կանեմ, վայ են կանեմ մի փաստաթուղթ մենք չէ որ ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք հունվարին մինչև նախագահ Թրամփի, այսինքն բանակցվել է նախկին վարչակազմի հետ, վայ, հեսա վարչակազմը կփոխվի, դա կգցեն ջուրը, դա էս կանեն, ասենք մարդիկ որ չեն հասկանում ընդհանրապես իրերի էությունը, ընթացքը, երևույթների բովանդակությունը չեն հասկանում, հա, ամեն ինչ կապում են այս կամ այն անձի հետ, հակապես Միացյալ Նահանգների պարագայում այդ համակարգված ինստիտուցիոնալ հիշողությամբ երկիրը ինչպես կարող է անձովի բացի հիշողությունից, համակարգված շահերի սպասարկմամբ, այսինքն իրանց բացի հիշողությունից շահերը այնպես այդտեղ գիտեք մեկ ինստիտուտ չի, երկու ինստիտուտ չի, այսինքն այն փաստաթղթերը, որոնք դրվում են ԱՄՆ նախագահի սեղանին, դրանք պատկերացնում եք քանի հոգի են կարդացել, կարծիքներ տվել,
ուրեմն ոնց որ մենք ենք ասում վիզաներից, ուղեղային կենտրոններից մինչև հատուկ ծառայություններ, մինչև ուրեմն ֆինանսական կառույցներ, տնտեսագետներ եւ այլ, հա։ Ես պիտի ասեմ, որ մենք մեր այս տարվա եղած հնարավորությունները օգտագործել ենք մաքսիմալ հաջող, ստացել ենք մաքսիմում հնարավորը, առավելագույն եւ դեռ հələ շարունակում ենք ստանալ, սա նոր խումբ է գալու, գիտեք արդեն աշխատանքային խումբ է գալու, մաքսիմալ արդյունավետ աշխատանք ստացվեց պարոն Թրամփի վարչակազմի հետ, կարելի է ասել լիակատար փոխըմբռնում, տեսանելի է նաև աշխատանքային եւ դա տեսակ ստորագրված փաստաթղթում ես պիտի ասեմ որ ըստ էության մենք Հայաստանի միակ ուժն ենք որը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն մեկ հարց հետո կգանք բալանսավորված քաղաքականությանը հիմա ասացիք որ նոր աշխատանքային խումբը գալիս է էլի հանդիպումներ եւ այլն հաջորդ տարի այդ տեղեկությունները որքանով են համապատասխանում իրականությանը որ Միացյալ Նահանգների փոխնախագահն է գալու տրիպի եթե կարելի է նման անոնսները ես չանեմ բայց գալու է պատվիրակություն արդեն անունները ազգանունները պաշտոնները լավ եկող կողմը իրանք թող հայտարարեն էլի եթե Միացյալ Նահանգների հետ կապված եւս մեկ հարց առաջացավ այստեղ էներգետիկ համագործակցության հարց կա եւ ես ինչքանով տեղեկացված եմ ատոմակայանի տիպը ընտրված է այն որ պիտի մոդուլային լինի մոդուլայինը այն որ պիտի մոդուլային լինի այո դա ընտրված բայց այն թե որ երկրի հետ դա դեռևս քննարկում այսինքն Ռուսաստան թե Միացյալ Նահանգներ Ռուսաստանը ես չգիտեմ մոդուլային ունի թե չունի ես կարծեմ թե ես այդտեղ մեծ էքսպերտ չեմ բայց ես ռուսական մոդուլային ատոմակայան հասկացություն չեմ լսել դեռ այսքան ու այնտեղ կա մի տեսակ մոդուլայինին մոտ շարժական բայց մասին չէ բայց մի քանի տարբերակներ կան այդ տարբերակի ընտրությունը ասենք մոդուլային այս կամ այն երկրի հետ սա միայն տեխնոլոգիական ընտրություն է թե նաև քաղաքական գիտեք եթե քաղաքական ուղերձ ասեմ չասեմ ընտրություն չէ ուղերձի հարցը չի այստեղ որոշակի քաղաքական էլեմենտ կա բայց ես ընտրությունը չէի համարի քաղաքական կհամարեի էներգետիկ անվտանգային, այդպես եկեք ձևակերպենք, թե ինչքանով է էներգետիկան եւ ինչքանով է անվտանգությունը քաղաքականություն, ահա այդքանով կարող ենք դա կապել քաղաքական որոշման կամ քաղաքական ընտրության հետ, բայց այնպես չի, որ դու սկզբից կատարում ես քաղաքական ընտրություն, հետո նայում ես պարամետրերին, չէ։ Սկզբից մենք ընտրել ենք պարամետրերը, այդ թվում եւ մեծ ցանցի վերաբերում է այն դեպքերին, որ պարամետրերը համադրելի են, համեմատելի են։ Եթե համադրելի են, արդեն այնտեղ գալիս է գին, որակ, դա էլ կա, ես գիտեք, ես չէի ասի, որ մենք այդտեղ այսպես քաղաքական քաղաքականապես մոտիվացված ընտրություն են կատարում։ Հասկացա։ Մենք կատարում շատ չեն էլի տարբերակները նույնից եմ ասում։ Ես կարող եմ թվարկել հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ, այդ թվում եւ հետագա սպասարկման։ Դա էլ է չէ հարց։ Հասկացա։ Գնի հարցն դա էլ կարևոր հարց է։ Հայաստանի ներկա իշխանությունների կողմից վարվող բալանսավորված քաղաքականությունը սա ներկա պայմաններում նո աշխարհքաղաքական տեկտոնական, չգիտեմ, տեղաշարժեր, փոփոխություններ, բաժանարար գծերի ամրացում եւ այլն։ Այս բaragայում եթե հասնեմ որքանով է կենսունակ, պիտի ասեք տեսնում եք, որ կենսունակ է։ Չէ, դրա համար հարցնեմ, ինչքան ժամանակ ձեր կանխատեսամ դեռ կլինի կենսունակ։ Ինչը, բալանսավորման քաղաքականությունը։ Միշտ։ Փոքր երկրների համար կներեք, բայց միշտ։ Փոքր երկրների համար միշտ հանդարտ պայմաններում։ Բալանսն է, էլի, բալանսը հանդարտության հոմանիշն է։ Աշխարհքաղաքական հանդարտ պայմաններում բալանսավորման քաղաքականությունը փոքր երկրների համար հասկանում են ձեր տրամաբանությունը, որ մեկից շատ կապ ժամանակ պետք է լինեք բալանսավորված, բա փոթորկի ժամանակ առանցն էլ փոթորիկ է, դուք էլ ունեք։ Բայց եթե փոթորկի մեջ ուժը մեծ ամենամեծ Ռոցնել փոթորիկը պատեպատ է տալիս, երեք չի փոթորիկն է պատեպատ տալիս, դու եք ես պատեպատ տաս։ Չէ, այդ պարագայում երբ որ խոշորներն են այդ պատեպատ տրվող մեկը մյուսին, այս պարագայում պետք է մենք այդտեղ անենք։ Ես չգիտեմ, ես չեմ հարցնում, եթե իմանայի, ես կլինեի հանձնաժողովի նախագահ կամ արտգործնախարար։ Ասում եմ, ինչ պետք է անենք, պետք է վարվենք այնպես, ինչպես ֆիզիկական տուրբուլենտության ժամանակին, չէ՞, ոնց է մարդը երբ
ինքը ֆիզիկական турբուլենտության մեջ է հայտնվում, ինքը փորձում է այնպես անի, որ վար ընկնելուն նպաստող ուժին հակառակ ուղղությամբ գնա, չէ՞, որ վար չընկնի։ Եթե մի ուղղությամբ է ընկնում, հակառակն է գնում։ Եթե այն աստիճան գնաց հակառակը, որ մյուս ուղղությամն է ընկնում, այդ турբուլ, արդեն այս մյուս կողմն է գալիս, որ բալանսը պահի։ Եվի այդ փուլը մեկ անգամ անցել ենք, երբ որ մեզ պարտադրվեց։ Դա fake Եվն է, դա կեղծ Եվն է։ Ոնց է Եվ։ Եթե օրինակ մեծ սպառազինությանը, օրինակ 100%-ը գալիս է մի երկրից։ Ոնց է դա օրինակ Եվ։ Հիմա է Եվը։ Որ մի 10% այնտեղից է, մի 20% այնտեղից է, մի 30 այնտեղից, մի 40-ն էլ այնտեղից։ Բայց այդուամենայնիվ այդ իրակ ձեր ասած, ձեր վարած իրական Եվը մի օր գալու է, չէ՞, դրա վերջի, երբ որ տնտեսական կարգավորումներ կան, ԵԱՏՄ եւ Եվրամիություն եւ այլն։ Կգաք խոսենք, հիմա Կիկոսի մահն է։ Կգաք իհարկե։ Եթե խոսում ենք օրինակ ԵԱՏՄ-ից եւ Եվրամիությունից, եթե նույնիսկ խոսում ենք այս երկուսից որևիցե մեկի հետ ազատ առևտրի մասին, ապա այդ երկուսը համատեղելի չեն, այո, բայց կրկնում եմ, ազատ առևտուրը համատեղելի չի, առևտուրը համատեղելի է, ազատ առևտուրը համատեղելի չի։ Այսինքն անմաքս առևտուրը կարող ես անել կամ մյուս մեկի կամ մյուսի հետ, անմաքս առևտուրը։ Առևտուրը խնդրեմ, մաքսը վճարի, ինչքան ուզում ես առևտուրը, ինչպես մյուսներն են անում։ Մենք այդտեղ հակադրությունը չեն առաջանում ԵԱՏՄ կարգավորումների եւ Եվրամիության կարգավորումների։ Հակասություն կարող է առաջանալ որոշ ապրանքատեսակների դեպքում, եթե մենք խոսում ենք նրա մասին, եթե ճիշտ եմ հասկանում ձեր հարցը, որ իսկ ինչ կլինի, եթե հայկական այսինչ ապրանքը արտադրված լինի Եվրամիության ստանդարտով, որը չհամապատասխանի ռուսական ստանդարտին, դա է հարցը։ Եթե դա է հարցը, ապա կոնկրետ այդ ապրանքի դեպքում եւ դա է, եւ բացի դրանից այն որ չէ որ Հայաստանի սահմանը, արտաքին սահմանը ցանկացած երկրի հետ ԵԱՏՄ-ն դիտում է որպես ԵԱՏՄ սահման։ Եվ պիտի գործեն ԵԱՏՄ կարգավորումները բոլոր առումներով։ ԵԱՏՄ կարգավորումը, գույտ եմ ասում, գործում է անմաքսի համար, էլի։ ԵԱՏՄ իմաստով, ԵԱՏՄ-ն մաքսային միություն է։ Հա։ ԵԱՏՄ մաքսային կարգավորումներ։ Մաքսային կարգավորումներ, այսինքն մաքսը այդ կարգավորման բովանդակությունն է, որ մաքս չես վճարում։ Եթե դու ապրանքը ներմուծում ես ԵԱՏՄ, այսինքն Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան եւ այլ, մաքսը չես վճարում, հետեւաբար այսինքն մաքսը վճարում ես մուտք գործելուց եւ հետո ԵԱՏՄ անդամների միջև տեղափոխելուց մաքսը չես վճարում, էտա։ Եթե որևէ մաքսային միության անդամ չես, նույն բանը կարող ես անել մաքսը վճարելով արդեն։ Էսա տարբերություն, հա թեթև տարբերություններ այնտեղ այդ ձեր ասած կարգավորումների մեջ կարան լինեն, բայց դա ֆունդամենտալ նշանակություն չի ունենալու։ Ֆունդամենտալը մաքսն է, ֆունդամենտալը։ Շատ լավ։ Հիմա այս ամենի ազդեցությունը եկող տարի կայանալիք ընտրություններում հանրային տրամադրությունների վրա։ Այսինքն դուք ներկայանում եք ինչ ներկայանալու եք ինչ գաղափարով։ Այս նույն, այսինքն բալանսավորման քաղաքականության։ Բա ինչ ներկայանանք։ Չճանք նավը։ Չէ, ըստ էության ասեմ ավելի մենք միակ ուժն ենք, որ դրանով է ներկայանալու։ Հա։ Մենք միակ ուժն ենք, որը ներկայանալու է արդեն իսկ իրեն արդարացած քաղաքական գծով, արտաքին քաղաքական, արդեն իսկ իրեն արդարացած մյուսները ներկայացնելու են ոչ այնքան բալանսավորված։ Մեղմ ասած, ոչ այնքան բալանսավորված արտաքին քաղաքական գծեր, եթե այդպես չի, թող ասեն այդ մասին, բայց հələ որ ես հայտարարությունները լսում եմ, մենք գնացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից սովորել ենք փաստաթուղթ, մարդիկ վեր են կանում, ասում են կլինի, բերենք Ռուսաստանին էլ միացնենք այդ փաստաթղթին։ Ասենք կարծես բան է, էլի, մենք Հայաստանը Ռուսաստանին բերի, այնտեղ պատկերացնում եք ինչ քաշային կատեգորիաների մասին է։ Այդ իբր թե նա արդեն հորով-մորով արեցին, բան էին անում։ Մեռելացին էին ասում էին չի ստացվի, կրկռում էին, նավսում էին, կներեք մի քիչ այսպես։ Ժողովրդական չի ստացվի, դե մեկը չի լինելու, որ լինի, մեկը թղթին է մնալու, որ թղթից դառնա գետնի վրա, մեկը լավ չի աշխատելու, արդյունավետ չի, էս չի, այն չի, դա հիմա տեսնում են ստացվում, ասում են կլինի, բերենք Ռուսաստան։ Ռուսաստանը հիմա երկաթգծի կոնցեսիա ունի։ Իրանք հզոր գործիչներ են, չէ՞ բոլորը, հզոր, ուժեղ կապերով, այնտեղ չէ՞ բան։ Մի հատ կարանք այդ երկաթգծի փլուզված հատվածները
վերա նորոգենք, վերակառուցենք, որ կպնի հենց տրիփին։ Կասեն դուք եք իշխանությունը, եթե մենք լինեինք Ռուսաստանը, դա կաներ, մենք բանակցեինք Ռուսաստանի հետ։ Նման բան ասելը դա մեղադրանք է Ռուսաստանին, եթե իրանք չեն հասկանում, որ Ռուսաստանը իր պարտավորությունները կամ Հայաստանի համար որևէ լավ բան անում է կախված նրանից, թե Հայաստանում ով է իշխանություն։ Դա իրանք չեն նկատում այդ պահը, բայց դա մեղադրանք է հակառակ շատ չասեն, ես գլխից ասեմ, թող զգուշ լինեն այդպես հայտարարությունների։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը ընկերությունը օգտագործում է որպես քաղաքական լծակ։ Դա կմեկնավորվի որպես ձեր վատ բանակցել, ոչ թե Ռուսաստանի նման դիրքորոշում։ Բայն մյուս հարցերում ինչի վատ չենք բանակցել։ Բայն մյուս այն կարելի է ասել շատ ավելի դժվար հարցերում, բա ոնց ստացվեց գալ sense համաձայնությունների, էլի նման խոշոր խաղացողների հետ, ոնց դա ստացվեց։ Փորձենք ամփոփել, կարծում եք, որ բալանսավորված քաղաքականության թեզը առաջիկա ընտրություններում հաղթող թեզ է։ Ну, մյուսները չհաշված է։ Եթե ինչ-որ մեկը ուզում է հայտնվի турբուլենտության մեջ, թող չընտրի այդ թեզը։ Լավ, դրանից զատ ժամանակը սպառվել է, դրա համար եմ շտապում։ Սպառվել է, այլ սպառվեց։ Դրանից զատ մյուս ուժերի հնարավորությունները ձեր գնահատմամբ։ Ես մեր հնարավորությունները կարող եմ ասել՝ խաղաղություն, բարեկեցություն, կայուն խաղաղ զարգացում, հարևանների հետ կարգավորված հարաբերություններ, Հայաստանի ինտեգրում տարածաշրջանային բոլոր հետագա պրոյեկտներին, տնտեսական, ենթակառուցվածքային, բալանսավորված հարաբերությունների ուրեմն խորացում բոլոր գործընկերների հետ, սա է լինելու մեր առաջարկը եւ այս առաջարկը միայն մենք ունենք։ Մյուսները այս առաջարկը չունեն։ Մյուսների առաջարկը ինչ-որ մեկը ինչ-որ մի բանի հաշվին անելն է։ Այս մի տեղից վերցնել, այնտեղ դնելն է։ Այս մեկին տանք, այն մեկին չտանք, այս մեկից վերցնենք, դնենք այնտեղ։ Մենք նման բան չենք ասում եւ մինչեւ ընտրություններ մարդիկ ավելի ակնառու կտեսնեն այս քաղաքականության դրական արդյունքը եւ ես համոզված եմ, որ իրենց դրական գնահատականը կտան։ Ով էլ չուզենա Աստված իր հետ թող չուսանա։ Շատ լավ։ Եվ ավարտից առաջ շնորհավորանք, մաղթանք, այդպեսի։ Շնորհավորանք, որ տեսախցիկ ինենք, նաև ես մաղթում եմ մեր ժողովրդին եկող տարում խաղաղություն, ողջախոհություն, ճիշտ ընտրություն, սպասվող ընտրություններում ընտրությունի օգուտ խաղաղության, օգուտ ամրապնդման, այն դժվար արդյունքի, որ մենք արձանագրել ենք անցնող տարում, այդ արդյունքը արձանագրելը հեշտ չի եղել, դա կարող է տեսախցիկով ուղղակի հեշտ երևա, բայց դա եղել է ծանր, դժվար ճանապարհ, դժվար որոշումների հետևանք, բայց ճիշտ եւ բալանսավորված արդյունքով։ Շնորհավոր ամանոց սիրելի հայրենակիցներ։ Շնորհակալություն զրույցի համար։ Սա Ազատ զրույցներ Free News եթերում ես զրուցում եմ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Լավ մնացեք։